Հայաստանում կրկին սուր բանավեճ է սկսվել Ադրբեջանի անկլավների վերադարձի շուրջ։ Խոսքը Ղազախի շրջանի 3 գյուղերի եւ Նախիջևանի Քյարքի գյուղի մասին է, որը Հայաստանում հայտնի է որպես Տիգրանաշեն։ Այս տարածքները տարիներ շարունակ գտնվում են հայկական օկուպացիայի տակ, եւ այժմ, երբ Բաքուն պահանջում է դրանց վերադարձը, հայկական լրատվամիջոցներում սուր արձագանք է սկսվել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ արտահայտել է իր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ։ Ես վաղուց ասել եմ, որ մենք անկլավների թեմայից ես չեմ կարող հրաժարվել, որտեվ մենք էքսկլավ անկլավների, մենք ինքներս այդպիսի խնդիր ունենք։ Սույն հարցի մասին իր կարծիքն է հայտնել նաև իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Նա ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է ազատել այն տարածքները, որոնք օրինականորեն պատկանում են Ադրբեջանին։ Փաստաթղթավորված, եթե հիմնավորվում է, որ այսինչ տարածքը Հայաստանին է, չէ, իհարկե արդեն մյուս էտապը ինչպես են հասանելիություն ունենում երկրները իրենց սուվերեն տարածքներին, բայց արդյոք դա Հայաստանի տարածք է, թե Ադրբեջանի, սա արդեն քննարկվում է, երբ որ հասնում է այդ փուլին քննարկման, եւ ոչ թե նստում են եւ ուղղակի քննարկում են, այլ դրա տակ փաստաթղթեր են դրվում։ Այն տարածքները, որը Հայաստանին է, չէ, մենք այդ տարածքներից պատրաստ ենք դուրս գանք եւ պահանջատեր ենք բոլոր այն տարածքների համար, որոնք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներ են։ Հայաստանում բուրըն քննարկվող թեմաներից մեկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է։ Երկրի բնակիչները ուշադիր հետևում են ընթացող խաղաղության բանակցություններին։ Արդյոք այսօր խաղաղության իրական հնարավորություն կա, թե գործընթացը փակուղի է մտել։ Այս հարցով քաղաքացիներին դիմեց հայ լրագրողը։ Ես ուզում եմ խաղաղություն լինի, թորնիկներ ունեմ, 5 տղա թորնիկ ունեմ, գնաբանակ ծառայի կա, ես չեմ ուզում ծառայեմ, բայց ուզում եմ ծառայեմ խաղաղության մեջ։ Ես տենում եմ այն նոր հավատում, ինչ որ տենում եմ դրան էլ հավատում եմ։ Մինչև չտենաս ոչինչ բան էլ հավատալու չի։ Ասելս աղս էլ կարանք ասենք, խաղաղություն էլ կարա լինի, ես էլ լինել լինի։ Մինչև չտենանք ոչինչ բան էլ չենք հավատ։ Դες խոստումներ շատերից եք մենք լսել։ Թորս պաշտպան հայրենացած ծառայում պայմանագրային Ուզում եմ, որ խաղաղ լինի սահմանի վրա այդում այն մարդու թորը ծառայումա, էլի նույն ձևին։ Ուզում եմ խաղաղություն լինի, ուզում եմ լավ լինի, որ երեխեքը ծառայեն հանգիստ։ Համերաշխություն։ Մենք էլ էստե հանգիստ մնանք։ Իսկ հիմա Փաշինյանի օրակարգը խաղաղությունն է, պայմանագիրը։ Եթե դուք ապրեք սահմանում ընդեղ սահմանում ապրեք, արդեն կիմանաք, եթե կրակոս կա խաղաղությունը Համաձայնագիրը խաղաղության պայմանագիրը, որ առևտրաշրջանառությունների կրակոս չկա, այնքան հանգիստ են քնում մենք։ Ադրբեջանցիների հնարավոր է առևտուր անել։ Հնարավոր չէ։ Ինչի հնարավոր չի։ Բայց 70 տարի 15 թվից միջով հիմա այս 91-ը ո՞նց են։ Ցանկացած ռայոնի մարդ դու մեր Ադրբեջան առևտուրեր անում հետ էր գալիս։ Ո՞նց էին գնում։ Հարցումները ցույց են տալիս, որ չնայած դժվարություններին, երկու երկրների միջև երկխոսությունը շարունակվում է։ Համաձայն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում համատեղ հռչակագրի ընդունումից հետո հաստատված խաղաղության օրակարգի, այսօր Ադրբեջանն ու Հայաստանը շարժվում են դեպի կայուն խաղաղություն։ Հայ հասարակությունը պետք է հասկանա, որ միայն խաղաղության պայմաններում իրենք կարող են լավ ապրել, զարգացնել իրենց երկիրը եւ կրթել ապագա սերունդներին։ Խաղաղությունը պարզապես խոսք չէ, այլ ապագայի հիմքը։ Ատելության եւ վրեժխնդրության ցանկության յուրաքանչյուր դրսևորում կործանում է Հայաստանի ապագան։ Մինչդեռ համատեղ ջանքերը, վստահությունը եւ իմաստությունը կարող են մեր ժողովուրդների համար կառուցել անվտանգ, բարգավաճ եւ պայծառ ապագա։